Սեֆերի ըսած մեր հանաբազոր դուր մեզ այսօր եւ թող մեզ բարդիս մեր որբեսիա մեկ թող մերոց բարդաբանած եւ մի դանիրս մեզ փորձություն այլ փգիած մեզ չարեն զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիդյանս հավիդենից ամեն իմաստություն հոր Հիսուս դուրինց իմաստություն ըս Փարիս խորհել եւ խոսել եւ կործել առաջի քո ամեն անժամ իչար խորուրդոց իփանից եւ կործոց փրկիազից եւ ողորմիակո արարածոց եւ ինձ փասմամերիս ամեն Ամեն շնորհակալություն բادرյարքայր շատ բարի ամենաբադիվ բادرյարքայր Կերաշնոր Սրբազան հայր արժանաբադիվ քահանա հայրեր եւ սիրելի մասնագից եղբայրներ եւ քույրեր բոլորանոք որզից չեն ճաշնար անունս նշան Սարգսակ Բասմաջյան է եւ աս ծերնարգին հանդիսավարն եմ 2026-ի մեր երրորդ արցանց տասախոսությունը պիտի շնորհվի մեզի ամենաբադիվ դեր Սահակ arczepiskopos Մաշալյանի կողմէ Բադրիարք Կոստանդնուպոլսը նյութ ունենալով հարության խորհուրդը Բողոս Արաքյալի վարդապետության մեջ Բադրիարքար բադիվ գսկամ որ մեր առաջնորդ Վարդան Սրբազանը չմերժեցիք եւ մեզի համար ալ ժամանակ կդակ մեր սրդերը հարության խորհուրդով լիցքավորելու նաեւ ասիգա ինձի խորիլ գուդա թե որքան խոր փոխադարձ հարկանք եւ քրիստոնեական սեր ունիք ամենաբադությունը եւ Վարդան Սրբազանը որն համար ես շնորհակալություն գահետեմ Փարսիալին Սիրելի եղբայրներ եւ քույրեր Աստասախոսությունը կդեսակրվի ինչպես քիչ առաջ լսեցիք եւ գարցանակրվի մեր 49-րդ տասախոսությունն է հիշեցնեմ որ այս շարքը սկիզբ արավ 26 փետրվար 2020-ին ուստի 6 տարի է իվեր անընդմեջ կմատուցվի անշուշտ շնորհիվ ձեր քաջալերանքին Տասախոսության ավարտին գրնակ ձեր հարցերը ուղղել բադրիարքոր Որմեի հետ հարթակը պիտի անցնեմ Վարդան Սրբազան հոր եւ ապա աղոթքով պիտի փակենք պաշտոնական մասը եթե ժամանակ մնա գունենանք նաեւ անպաշտոն մաս գրնանք զրուցել իրարու հետ ինչպես նաեւ բադրիարքոր հետ եթե ինքը ժամանակ ունի միայն թե բադրիարքայրը զիս զսկուշացուց որ մեգուգես ներողություն մեկ բարյան մեգուգես շամ ունի ընդհանուրը երբար բիջի գրնա ավելի մեզի հետ մնալ ըստ այն մենք մեր հարցումները դասավորենք այժմ թույլ տվեք ներկայացնել բադրիարք հայրը Աբազանի անունով Շահան ծնած է 1962-ին Իստանբուլ իր հոգևոր ծառայությունը Կոստանդնուպոլսո հայոց պատրիարքարանի մեջ կսկսի 1983 թվականին 83-ին 87 գուսանի Իստանբուլի համալսարանի փիլիսոփայության բաժինի մեջ 86-ին գծերնատրվի Սարգսակ ծերամ Կոստանդնուպոլսո հայոց պատրիարք ամենաբադիվ դեր շնորհք arczepiskopos Գալուստյանի 89-ին 94 գուսանի աստվածապահություն Լոնդոնի համալսարանի մեջ 92-ին գծերնատրվի գուսագրոն քահանա ծերամբ Կոստանդնուպոլսո հայոց պատրիարք ամենաբադիվ դեր կարեկին arczepiskopos Կազանջյանի որ բոլոր կժանշնակ նախկին առաջնորդներ Ավստրալիա եւ Նոր Զելանդիայի հայոց թեմին Bağlanam 1994-ին 97-ը Երուսաղեմի հայոց պատրիարքության Սրբոց թարգմանչած վարժարանի դեսուչ կնշանակվի 97-ին 99-ը իր աստվածապանական գրթությունը կխորացնի Իռլանդիայի Դաբլինի համալսարանի մեջ 99-ին 2005 Կոստանդնուպոլսո հայոց պատրիարքարանի միջեկեղեցական եւ միջկրոնական հարաբերություններու բաժնի
վարիչ, որ 2011-ին անգամ եւս կվերստացնի զայն եւ միաժամանակ հոգեվոր հովիվ է Կոստանդնուպոլսը հայոց դարբեր եկեղեցիներու 2005-ին 2010-ը նոր գդագարանի ներածություն եւ մեկնություն նյութը կտեսավանտե Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ջեմարանի եւ Սևանի Վասկենյան տբրանոցին մեջ 2006-ին ապրիլ 21-ին Մայրաթորի մեջ Բարտաբեդական թեզ կպաշտպանե հավատք եւ հրաշք թեմայով եւ ապրիլ 22-ին Օշագանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մեջ Գերաշնորհ Շահան arczepiskopos Սվաջյանի ցերամ կստանա մասնավոր վարտաբերության իր 4 աստիճանները 2008-ին օգոստոս 24-ին ցերամ Կարեկին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին գծերնատրվի եպիսկոպոս 2019-ին դեկտեմբեր 11-ին գնդրվի Կոստանդնուպոլսը հայոց պատրիարք ես գարձեմ բավական բան ասի ձեր հարուստ կենսակրթության մասին պատրիարքայր այժմ հարթակը կհասնեմ ձեզի ռամեցեք Այո, շատ շնորհակալ եմ Քրիստոս արիավի մերելոց ծեր բոլորին։ օրհնյալ է հարություն Քրիստոսի Ուրեմն երբ որ իմ կենսակրությանս այդպես հիմնական գետերը ըսվեցավ, ուրեմն ես հասկացա, որ հետո կմոտենանք մահվան։ Այսինքն կյանքը երբ չի դառնար, շարունակ հարաճ կերտա, ուրեմն հարգավտը ասիկա կյանքի բնական ցևն է։ Եվ մարդուն միտքը շարունակ սպառված է, որովհետև մարդը անասուններեն դարբեր լալով կմտածե իր մահվան մասին։ Եվ այսինքն մենք ունենք 10,000 տարվա մարդկային հիշողությունը, որ սպառված է մահվան եւ հետմահու հարցերով։ Այսինքն շամանիզմեն սկսյալ բոլոր հեթանոսական գրոնտները եւ միաստվածյան գրոնտները, 5 դագարանը, նոր դագարանը եւ ի վերջո այսինքն մենք քրիստոնյաներս նաեւ կսպավենք։ Ուրեմն աստվածաբանական նյութերեն մեկն է վախճանապանությունը եւ գես սոմեստրի այդպես գիսամյայի աշխատանք կբահանջի աստվածաբանության մեջ, որովհետեւ շատ բարդ հարցեր կան։ Խնդիրը սա է այս հարցով։ Մենք այս աշխարհի մեջ կապրինք, բայց կուզենք իմանալ մետաֆիզիկ մյուս աշխարհի վերաբերյալ բաները, որ կարելի է որ մեր ներկա իրավիճակը, մեր փորձառությունը, մեր չիտությունը նույնիսկ երևակայելու իզորու չլա այդպիսի բաները, բայց անպայման մենք հարցումներ ունենք։ Ուրեմն փիլիսոփա Էմմանուել Կանտը գսե որ մարդուն միտքը այնպես կաշխատի որ հարցումներ կուղե, բայց այդ հարցումներուն պատասխանը առնելու իզորու չէ, կապասիտեն հարմար չէ, բոլոր իր հարցուցած հարցումներուն, հատկապես մենք անիկա կհասկնանք փոքր մանուկներով, շարունակ այսինչ է կհարցնեն, եւ մենք ալ պատասխաններ կտանք, մասամբ կհակենան այդ պատասխաններով, մասամբ չեն հակենալ եւ կհարցնեն, բայց մենք գիտենք, որ իրենց կրթությունը եւ ուղեղը անոնց պատասխանը առնելու հարմար չէ։ Հիմա երբ որ մանուկը հարցնե, մամա, ես աշխարհ ինչպես եկա, իրեն գսեն, որ քեզ արաքիլներ բերեն։ Եթե համոզվի, կհամոզվի։ Ուրեմն վերջերս ծառանկարը տեսա, գսե, մամա, ես ինչպես աշխարհ եկա, գսեմ, որ քեզ ինտերնետից download ըրինք քեզ։ Ուրեմն հիմա ասիգա ավելի իրեն համար հասկանալի է, բայց պատասխանը չհարգավտ է։ Ուրեմն հետ մահու մեզի ինչ պիտի ըլլա, իրականության մեջ մեր ամենամեծ հարցումն է,
որովհետև մենք գիտենք, որ պիտի մեռնենք, բայց շատ թանկագին ենք մենք։ Մեռնիր եւ քերեզմանը որդերուն գեր դառնալ չենք ուզեր։ Ուզենք շարունակել։ Հետևաբար մարդը եւ մարդուն գազմվածքը մեր հավատքը գսե որ մեզի միայն մարմին չենք, մենք մարմին եւ հոգի ենք։ Մեռնելու ադեն մեզի բադահացը այն է, որ հոգին մարմինեն կփաշնվի եւ մարմինը կմնա թիագի կվերածվի, թիագը հետո իր էլեմենտներուն կդառնա հող գլա, հողը իր հողեն առնվեցար, հող պիտի դառնաս, իսկ հոգին պիտի վերադառնա Աստուծո։ Ուրեմն այս բոլորը շատ բարձ գերևին, շատ բարձ չեն։ Երբ որ Աստվածաշունչը հատկապես նոր գդագարանը առնենք մենք, այս հարցով որոշ խնդիրներ կան, որ մեր քլուխը գխառնվի, իմ այս զրույցից հետո ծեր քլուխը կարելի ավելի խառնվի, որովհետև բամը բացատրելու համար երբեմն այնպիսի մանրամասնություններուն կմտնես, որ սազիսպես անոնց հստակ պատասխանը այս աշխարհին մեջ չկա։ Այդպես խոսքը կա Աստուծո շատ հարցումներ կուղես, ուշադիր եղիր, գրնալ ասել, որ եթե շատ կուզես պատասխանը քովս եկուր։ Այնպես որ մենք կարելի է որ այս աշխարհի մեջ իրավես մեր այդ հետ մահու հարցումներուն պատասխանը չառնենք, բայց քանի որ մեր միտքը շարունակ կաշխատի եւ կհետաքրքրվի այս հարցով, ուրեմն կրոնքներն ալ իստիված են որոշ պատասխաններ դալ անոր։ Ուրեմն ես այսօր ցեզի մեր հարության քաղաքարի մասին, քրիստոնեության ուսուցման մասին պիտի խոսեմ։ Անոր մասին ամենեն շատ խոսողը նոր գդագարանի մեջ Պողոս Արաքյանն է։ Հարգավտը մյուս քրություններուն մեջ հարության մասին գխոսվի, ալավերի Հիսուսի հարության մասին, Հովանեսի հայտնության գիրքը գա, բայց ալավերը Պողոս Արաքյանը մեզի գսե թե ինչպես պիտի լա մեր հարությունը։ Ուրեմն այդ քրված է Գորընթացիներու առաջին նամակը 15-րդ գլուխը։ Հիմա ես չեմ գիտեր ծեր Աստվածաշունչի խորությունը, վստահ եմ որ ցեզ ոմանք շատ լավ գիտեն, ոմանք այնքան լավ չեն գիտեր, բայց կհուսամ որ դուք ավետարանը մեկ անգամ կարդացած եք եւ այս հիմնական նյութերու մասին որոշ տեղեկություն ունիք։ Ուրեմն Պողոս Արաքյալը գսե որ Հիսուս Քրիստոսի հարությունը քրիստոնյայի համար ամենեն կարևոր հավատքի կետն է, որովհետև մեր հավատքը հոն կգենա կամ գինա։ Եթե Քրիստոս մերելներեն հարություն չարած, այնադեն մեր քարոզությունը գսե բարաբել, ծեր հավատն ալ բարաբել, մենք ասդախոսներ կլանք, որովհետև մենք կվգայենք, որ Քրիստոս մերելներեն հարություն արավ։ Ուրեմն Պողոս Արաքյալը հարություն արած Հիսուսի հետ Դամասկոսի ջամփուն վրա հանդիպեցավ, իսկ Արաքյալները եւ 70 աշակերտները հետևորդները մեկ անգամեն 500 հոգի դեր Հիսուս Քրիստոսի հարություն արած տեսան, ոմանք անոր հետ նստեցան, խոսեցան, զրուցեցին, գերան, թվեցին, կասկածամիտ Թոմասը սա որ եթե ես չտեսնեմ, իմ մատերս չխոթեմ իր վերքերուն չեմ հավատար, անոր փափակն ալ եկավ, որովհետև դեր Հիսուս գուզեր որ իր աշակերտներ ամբողջ աշխարհ երթան եւ վգայեն իրենց տեսածը, իրենց փորձածը եւ ուրեմն մեր հավատքարության հաստատ վգաներու վրա հիմնված է։ Քանի վգա պետք է որ մենք լուրը հավատանք, ըստ աշխարհի դատաստաներուն երկու վգա, երբեմն մեկ վգա նույնիսկ կլինի, ուրեմն հոստը մենք ունենք տասնյակ վգաներ, որոնց նկարակիրը հաստատ է ոչ իրենք խապելու, ոչ ալ մեզի խապելու մարդիկներ չէին։ Հիսուս մերելներեն հարություն արավ։ Շատ լավ, միայն իրեն համար չարավ,
որովհետեւ մեզի ալ հարություն դա, որովհետեւ սավ ես եմ հարություն եւ կյանքը, ով որ ինձ գավադա չմեռներ, նույնիսկ մեռնի մահվնե թեպի կյանք անցածը։ Ուրեմն հարությունը ըստ Պողոս Արաքյալի պիտի կատարվի հոգևոր մարմիններով։ Ուրեմն Կորինթացիներու նամակին մեջ 15-րդ գլուխուն 35-րդ համարը գարցնե, բայց մեկը պիտի ասե, ինչպես հարություն կանեն մերելները, կամ ինչ մարմինով պիտի կան, անմիտ, ինչ որ կսերմանեստուն, չի կենթանանար, եթե չմեռնի, եւ ինչ որ կսերմանես, սերմանված այն նույն մարմինը չէ, այլ պիտի փուսնի, այլ մեր հադիկը սորենը հադիկը ըլլա ան թե ուրիշ սերմերու եւ աստված մարմին գուտա անոր ինչպես որ կգամենա սերմերեն յուրաքանչյուրին իր մարմինը ամեն մարմին նույն մարմինը չէ այլ մարմինը մարդոց եւ այլ մարմինը անասուններու այլ է մարմինը թրջուններու եւ այլ է մարմինը ցուգերու կան նաև երկնավոր մարմիններ եւ երկրավոր մարմիններ, բայց այլ է փառքը երկնավորներուն եւ այլ է փառքը երկրավորներուն։ Այլ է փառքը արեքագին, այլ է փառքի լուսնին եւ այլ է փառքը աստղերուն եւ աստղը ուրիշ աստղեմը առավել է փառքով։ Այսպես է նաև մերելներուն հարությունը կսերմանվի աբականությամբ եւ հարություն գարնե առանց աբականության կսերմանվի անարգությամբ եւ հարություն գարնե փառքով կսերմանվի դգարությամբ եւ հարություն գարնե զորությամբ կսերմանվի շնչավոր մարմին եւ հարություն գարնե հոգեվոր մարմին եթե գա շնչավոր մարմին կա նաև հոգևոր այսպես ալ գրված է առաջին մարդը աթամ եղավ գենթանի շունչով իսկ վերջին աթամը գենթարարար հոգիով բայց ոչ նա հոգևորը այլ շնչավորը ապա հոգևորը ուրեմն այս խոսքերը պետք է դուք ուշադրությամբ կարդաք ձեր ավետարաններու առաջին Կորինթացիոց 15-րդ գլուխը կփանակ եւ ավելի մանրամասնությամբ կարդաք ես ցեսի ամփոփեմ Պողոս արաքյալը գսե որ մեր հարությունը մարմնավոր հարություն պիտի չլա հոգևոր հարություն պիտի լա թեև մարմնավոր էր ասիկա բայց երկրորդը հոգևոր պիտի լա ուրեմն ասիկա ինչու համար կարևոր է որովհետև քրիստոնեության մեջ միշտ գլուխը խառնված է մարդոց այս հարության ժամանակ քերեզմաններն մարմինները դուրս պիտի ելեն հարություն պիտի առնեն թե մեր հոգիները ուրեն քերեզմանին մեջ են գսպասեն մեր հոգիները մինչև հարություն առնեն կոմայի մեջ են այսինքն մեկը գմերնի հետո հարության արածադեն մեկեն մեկ կարտնա այսպես է թե մեռնելը հետո մենք մեր գիտակցությունը կշարունակենք եւ կարտնանք ուրիշ իրականության ուրեմն կարելի է մարմինեն բացի մարմինեն հոգևոր կյանք ունենալ որովհետեւ հսկա հունած փիլիսոփայություն կար եւ հույներու համար գարերի չէր եւ պետք չկար երբ որ հոգին կփաշնվեր մարմինեն արդեն փանդեն կփրկվեր եւ հոգևոր կյանք կունենար այդ հոգին ավելի ազատության մեջ հետեւաբար մարմինով ինչու հարություն առնե հետեւաբար հույներու համար ամենեն դժվար ընդունելու գեդը մերելներու հարությունն էր որովհետեւ իրենց միտքին մեջ այն էր որ քերեզման թաղված թիակները հարություն դառնան բայց մարդու փորձառությունը ցույց կտա որ թիակը 25 տարին հետո ոչնչանա մարդիկ գայրին կոչնչանան հիմա թիակագիզում գնան չէ ուրեմն եւ առաջին քրիստոնյաները հալածողները գիտեին որ քրիստոնյաները այսպես հարության հույս ունին
որբեսի անոնց այդ հարության հույսը իրենց ցերքեն առնեն, մերցնել է դո գայրեին եւ իրենց փոշիներն ալ տարբեր դեղեր կնետեին, ուրեմն գսեին որ այլևս դուք հարություն չեք կրնար առնել, որովհետեւ ցեր մարմինեն փամը չմնաց։ Ուրեմն այս հունական միտքին հագարակ Պողոս Սարակյալը գսե որ թիակներու հարություն պիտի չլա, հոգիներու մարմնավոր հարությունը պիտի լա։ Այսինքն մեր հոգիները այս նյութական մարմինը արածեն, հետո մեռածեն, անոր թիագը ցկված է, բայց այդ հոգին մեջ մարմինի սևը կբախվի։ Հիմա մենք մարմին ունենք, այս մարմինը թիակ չէ։ Այս մարմինը նյութ եւ հոգի խառն է։ Մենք երբեք նյութ չեղանք, զուտ նյութ չեղանք։ Մենք միշտ մարմինին մեջ ենք, որ հոգի մարմինն է, միասնական է։ Երբ որ հոգին ելլե, արդեն անիգա մարմին չէ, անիգա թիագ է, կորպսը։ Հետևաբար անիգա այս աշխարհին պատկանող նյութ է։ Իսկ այս ելլող հոգին մեջ այդ մարմինին գերբարը կա։ Այսինքն մարդ ըլլալու գերբարը կա։ Այնպես որ հոգին նույնիսկ մարմինեն փայշնվի, մյուս հոգիներուն պիտի երևի, որպես ֆորմով, ցևով պիտի երևի։ Եվ մենք իրար պիտի ճանչնանք մեռնելը հետո։ Մեր հոգիները պիտի ճանչնան։ Շատ լավ, մեր հոգիները պիտի շարունակե գոյություն ունենալու եւ եթե փրկված ենք հանգիստ պիտի ունենք, հարություն առնելու ինչ պետք է։ Որովհետեւ առանց հարություն առնելու, այսինքն առանց մարմին ունենալու մենք պակաս ենք։ Փանի գնմանի հիմա չիպեր կգործածենք, չէ USB չիպեր կգործածենք, մեջը իր պարունակության համաձայն դեղեցություն ունի։ Ինչ գործ կծարայ առանցինը, ոչ մեկ գործի չծարայր։ Պետք է կոմպյուտերը մարմինը պետք է միանա, որպեսզի անոր մեջ եղածները կենթանանա։ Ուրեմն մեր հոգին այսպես է, երբ որ փաշնվենք մենք մարմինեն, առանց մարմինի մեր արդահայտչական սևերը կբացեն։ Եթե Աստված չօգնե հատուկ շնորհքով, ուրեմն մենք շատ ինչպես ասենք վատ վիճակի մեջ կմատնվի մեր հոգին մեռնել հետո կմերգանա։ Անորամար Փանագսե Պետրոսրակը մերգանալ չէ, հակվիլ կուսենք։ Ուրեմն թե մեր վրանը այս աշխարհի մեջ կգործանվի, բայց Աստված մեզի նորը պիտի տա, անապագան, փջանելի հավիտենական մարմին պիտի տա։ Այդ մարմինը հրեշտակներու մարմինին պիտի նմանե։ Ուրեմն ասիկա Քրիստոսը սավ, երբ որ իրեն եկան փարիսեցիները, ասին որ հիմա Մովսեսը սավ որ եթե մեկը ամուսնանա գնոջ հետ եւ առանց ծավակ ունենալը մարդը մեռնե, անոր եղբայրը պիտի առնե եւ անոր հետ պիտի ամուսնանա, եթե անալ մեռնի երրորդը։ Այսինքն թեորիկ հարցումն է, որ եթե 7 եղբայրներ կար, ամեն մեկը ամուսնացավ այս գնոջ հետ եւ ի վերջո գիննալ մեռավ։ Եվ որ մերելները հարություն առնե, հիմա այս գինը որուն գինը վիդելլա։ Հիսուսն ասա որ դուք չեք գիտեր սուրբ քրությունները, հետևաբար կշվարիք։ Մերելներեն հարություն առնողները ոչ կամուսնանան, ոչ կին գանեն, ոչ ալ ամուսինի գերտան, անոնք հրեշտակներու վեսը։ Ուրեմն հրեշտակները այնադեն ունին մարմինը, մենք ալ այդպիսի մարմին պիտի ունենանք, դեր Հիսուս Քրիստոս քերեզմանի մեջ իր նյութական մարմինը փոխեց այդ տիպի մարմինը, հրեշտակային մարմինը։
մենք 5 դագարանի մեջ ալ նոր դագարանի մեջ ալ կտեսնենք հրեշտակներ ուզած դեղը կհայտնվին, այսինքն մետերիալիզե կլան եւ ուզած adını կգործվին, այդպիսի հատկություն ունեն։ Ուրեմն Դեր Հիսուս Քրիստոս այդպես հարություն արավ, բարձաբես իր մարմինը անիգա փոխեց, բայց եթե մենք մարմին չունենանք, այսինքն մարդը 1000 տարի առաջ մեռած է, ինչ մարմին է հիմա, ինչ թիակը, բայց մարմինը այդ մարդուն կմնա, հոգևոր մարմինը կմնա, հետևաբար այդ հոգևոր մարմինը այդ ֆորմը նոր մարմին պիտի ստանա, հրեշտակային մարմին պիտի ստանա եւ անիգա պիտի չփճանա, վերջ պիտի չունենա, աստվածային գարություններ պիտի ունենա։ Ուրեմն Պողոս հայկալ գսե որ մենք շարունակություն պիտի ունենք, ինչպես որ սերմը գցանես, սորենի սերմը կամ խնձորի ծարի սերմը գցանես եւ հետո անիկա կմեծնա ծարի կվերածվի կամ փույսի կվերածվի, հիմա ցանածիդ հետ շատ քիչ նմանություն ունի ելածին, հետաբար մարմինին մեջ ցանված հոգին երբ որ այդ մարմինը ջաթի գեղևի պես, սերմին գեղևին պես, հետո պիտի ստանա ուրիշ տեսակի մարմինը, որ հոգևոր մարմին պիտի ըլլասիկա։ Ուրեմն այս հարցով գուսամ հասկացալ, այսինքն երբ որ գխոսի քերեզմանները պիտի բացվին, մերելները հարություն պիտի առնեն, մենք հոնդե ավելի կհասկնանք մերելներու վիճակը հայտնելու համար։ Հիմա ինչու համար նույնիսկ քրիստոնեության մեջ եղած է Դերդուղյանոս օրինակ ինքը գահավատար որ այո թիակները հարություն պիտի առնեն, որովհետև մարմիննալ մասնագից է մեր բարիկներուն եւ չարիկներուն, մարմիննալ փրկված է, մարմիննալ սուրբ հաղորդություն ստացած է, հետաբար մեր այս մարմինը, որ հետո թիագի կվերածվի եւ կոչնչանա ըստ մեր աչքերուն, Աստված անոր մասին ամեն մանրամասնություն գիտե, հետաբար Աստված անիկա մեռած բահուն ետ կրնա դարձնել։ Այո, Աստուծո համար ամեն ինչ կարելի է, հետաբար մարդիկ պիտի հարություն առնեն իրենց հաված դեղան, այսինքն Աստված այդ իրենց թաղված ժամանակ կամ մեռած ժամանակ մարմինով իրենց ետ պիտի բերե, այսինքն հրեշտակային մարմինին վերածվողը այդ պիտի լա Քրիստոսի քերեզմանին կատարվածին պես, Քրիստոս իր այս աշխարհի մեջ ապրած մարմինն հարություն տվավ, հետաբար մենք բոլորս հարություն պիտի առնենք այս մարմինները, Աստված հարության հրաշքը պիտի կատարե, ետ պիտի դարձնե, այսինքն ժամանակը պիտի ձրե Աստված, ամեն մարդուն համար այդ հրաշքը պիտի ունե, ուրեմն Պողոս առաքյալը մենք այդ չենք տեսներ, ասիկա որոշ համարներու արդյունքն է, ես եթե գուսեք ցեզի գարտամ նույնիսկ Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերն են, նայեցեք Հովանես ավետարանը 5-րդ գլուխ 25-րդ համարը ինչ կսե Քրիստոսը Ճշմարիտ կսեմ ցեզ ով որ իմ խոսքս կլսե եւ կհավատա անոր որ զիս խրգեց հավիտենական կյանքը կընդունի եւ թադաստան չկար այլ անցած գլա մահեն թեպի կյանք ճշմարիտ կսեմ ցեզ որ պիտի կա ժամանակ եւ արդեն իսկ եկած է երբ մերելները պիտի լսեն Աստուծո որդին ցայնը եւ անոնք որ պիտի լսեն պիտի ապրեն որովհետեւ ինչպես որ հայրը կյանք ունի իր մեջ նույնպես ալ որդին դվավ կյանք ունենալ իր մեջ եւ իշխանություն տվավ անոր թադաստան ունելու քանի որ մարդու որդի է
Անոր համար ինչու կզարմանաք, որովհետև պիտի կա ժամանակ, երբ բոլոր անոնք, որոնք քերեզմաններու մեջ են, պիտի լսեն անոր ցայնը եւ դուրս պիտի ելլեն։ Անոնք, որ բարի գործեր ըրած են ցանկի հարության համար, իսկ անոնք, որ չար գործեր ըրած են Թադաստանի հարության համար։ Հիմա իրավես Թերթուղիանուս հայրաբեդի դեղը ըլլանք մենք եւ որ այս համարները կարդանք Տեր Հիսուս Քրիստոսի բերնեն ելած է, ինչ կսե, երբ բոլոր անոնք, որ քերեզմաններու մեջ են, պիտի լսեն անոր ցայնը եւ դուրս պիտի ելլեն։ Բայց ավետարաններու մեջ նույնիսկ Հիսուս ինքը գբացատրե որ երբ որ մարդու մեռնի իր հոգին գերտա դեղմը զորնակ աղքատ Ղազարոսի արագին մեջ հարուստի հոգին իր աչքերը գբանա գրակներու մեջ իսկ արդար Ղազարոսնալ Աբրահամը քոքը կհանգստանա իրենց գիտակցության մեջ ուրեմն քերեզմանի մեջ չեն մնար այս հոգիները ուրեմն սիցեզի ցերկուլխու պիտի խառնվի որովհետև հստակ պատասխաններ չկան այսօր ես ցավես գերեվագայեմ մարդուն էյությունը մեր հասկացած են ավելի բարդ է մենք ոչ թե երկու մաս ունենք այլ երեք մաս ունենք ավետարանն ալ կսե մենք ալ երրորդ ունենք մարմին ունենք միտք ունենք եւ հոգի ունենք ուրեմն մարմինը հողեն առնված է հողը դառնա հոգին աստուծմե առնված է աստծո դառնա իսկ մեր միտքը ասածը որ իրականության մեջ ինչպես ասենք մեր ինքնությունը կբարունակե մեռնելու ադեն գելլե բայց անոր ֆորմը կարելի է որ այս աշխարհի մեջ մնա այսինքն հոգին ինչպես ասենք դարբեր dimension անցնի եւ հոնդե ինքը գիտակցությունը ունենա եւ մտնոլորտներուն մտնե բայց անոր հոգեվոր մարմինը ուրվագանը այս աշխարհի մեջ տեղը մնա եւ հարության ժամանակը այդ ուրվագանի հետ միանա բաժնված հոգին եւ արդեն չեմ բաժնված հիմա ասեցի համը բիդսամ բիդա հասկնակ հիմա երեք երազդեսակ հավանաբար դեսակ կամ երազդեսած է սեր երազդեսած ադենը կարելի է որ Եվրոպա բդույթի ելած է հոնդե ճաշարանի մեջ ճաշած է բայց այդ պահուն ծեր մարմինը գբարգեր անգողինի մեջ բայց դուք անգողինի մեջ բարգազը լալը չէի գիտեր բայց դուք գունենայիք մարմինին մեջ նույնիսկ փորձառությունը որ ուրիշ տեղ եք գրնայիք ուրախանալ գրնայիք մխծավանջ տեսնել այդ մարմինին մեջ հետևաբար շատ կարելի է որ մեր հոգիները մեր քերեզմաններուն մոտ տեղը մնա բայց այդ քնացած վիճակին մեջ ապրի տրախտային կամ թժոխային հոգեվիճակներ մենք չենք գնահատի դա սի մետաֆիզիկ հարցեր են եւ մեր երևակայությունը չգնար ըմբռնել անիկա որովհետեւ ինչպես որ մենք չենք գնար ըմբռնել երազը ինչ է մինչեւ հիմա մարդ չէ գրծած բացատրել թե երազը ինչ է միայն թեորիներ կան հետևաբար մենք հարության բահուն ուր դեղեն բիդը հարություն առնենք այդ երկրորդական է մենք հարություն բիդը առնենք Տեր Հիսուս Քրիստոսին Դեր Հիսուս Քրիստոսի մարմինը դարձել ենք մենք արդեն սուրբ հաղորդության մգրդությամբ անոր հոգին առնելով հավատքով Քրիստոսի հետ միացած ենք մենք հետևաբար Քրիստոսի հետ երբ որ միացած ես Աստվածային այդ մեծ հրաշքին մեջն ես դու արդեն այդ զորությունը որ Հիսուս կսե ինչպես որ հայրը իրավունք եւ ուժ ունի մերելներուն հարություն տալու այդպես ալ նույնը դված է որդին
այդ որդին ուզած ժամանակը գրնա շնորհել այդ հարության վիճակը, այսինքն մեծի հրեշտակային մարմին դալու վիճակը իր ուզած ժամանակը մերելներու ընդհանուր հարությունը դարբեր բան է դեր Հիսուս Քրիստոսի ցերկը գտնված այդ հարության զորությունը։ Հետևաբար եկեղեցու պատմության մեջ արաքելական եկեղեցիները նվազագույն երկու հոգիի համար այդ բացատրությունը գնան։ Մեկը Սուրբույս Մարիամ Աստվածածինն է, մայրը Քրիստոսին։ Երբ որ ինքը մեռավ, հետո երբ որ իր քերեզմանը բացին 3 օր հետո ինքը չգար այդ քերեզմանի մեջ։ Հետո հայտնվեցավ եկեղեցի, որ Հիսուս հարություն տված է Մարիամը մարմինով արած է։ Երկրորդ օրինակը Հովանես ավետարանիչն է։ Եփեսոսը իր քերեզմանը բարապ է։ Հետևաբար մեծ արաքելական զուրույց կար, որ Հովանես արաքյալն հարություն արած է։ Այնպես որ մենք Տեր Հիսուս Քրիստոսի ցերկեն անիգա չեն կրնար առնել։ Հետևաբար որ սուրբերը արդեն հարություն արին, մենք չենք գիտեր։ Եվ նաև մարդիկ կգարտան եւ գանցնին, բայց Տեր Հիսուս հաճված ադենը կսվի որ հոնդը մի քանի փարով գանցնի արդարները հոգիները հարություն արեն Երուսաղեմի մեջ եւ որոշ մարդոց երևցան։ Ուրեմն հարության քաղապարը ինչպես ասենք Աստծո համար հորդ փամը չէ։ Հարությունը ոչինչան ստեղծելու քաղապար չէ։ Հարությունը քնացած փամը արթննալն է։ Այսինքն ամեն առավոտ մենք հարություն գարնենք, հարնել, փարենգուկա, resurrection, rising, ուրեմն ոտքի կանգնելն է, քնացող փամը ոտքի կանգնելն է, սերմի արտնացումն է, ծաղիկ լալով, ծառ լալով։ Ուրեմն այդ արտնությունը ամեն քարուն արդեն Աստված կշնորհե ամբողջ փնության։ Հետևաբար դարօրինակ փամը չէ։ Ուրեմն մեր դժվարությունը հոս հավանաբար մեր հոգիները ուրեն ուր կսպասան եւ մենք քանի որ չենք գիտեր այս տարբեր dimension-ներու վիճակը մեր սկայրանքներով միայն այս աշխարհին բացված ենք եւ անիկա շատ քիչ մասը կտեսնե ճշմարտության կատուները մեզ մա ավելի լավ կտեսնա այսինքն որոշ թիթեռնիկները մեղուները մեզ մա ավելի լավ կտեսնան շուները ավելի լավ կլսեն այսինքն մենք որոշ ֆրեկանսով միայն լույսերը կգնանք ըմբռնել հետևաբար ցավարգյանին մեր շուրջը կարելի է որ մենք մերելներ ու հոգիներ ունենանք սատանաներ ունենանք հրեշտակներ ունենանք Աստված ունենանք նույն դեղը լա բայց լուրջ ունենանք իրար մե հիմա օրինակ μου դամ ամիջավես պիտասկնակ հիմա ցեր գտնված դեղը աշխարհի բոլոր հերադեսիլները ներկա է աշխարհի բոլոր հերախոսային ալիքները ներկա են բայց չեք գնար իմանալ կան չկան կորցիկի պետք ունի այդ կորցիկի զորությամբ գրնակ 1001 աշխարհի հերոստացույցի ալիքները հետ կապ հաստատել ծեր հերախոսու զորության համաձայն այդ միլիոնավոր մարդոց հետ գրնակ կապ հաստատել հիմա ինչ է մեր 5 սկայրանքները չեն անդրադառնալ ասոր բայց այդ սեր չէ որ չկա հետևաբար շատ խելացի կորձ է իրապես խաչագնքելով քնանալ որովհետև մենք չենք գիտեր մեր սենյակին մեջ ինչեր կան անորամար լավ է դնորտներ կատարել որովհետև չենք գիտեր հոնդե ինչ աստեցություններ կան անորամար լավ բան է որ մեր դուներու մեջ գուրքեր չունենանք որովհետև չենք գիտեր անոնք ինչ կքաշեն անորամար եթե էկզոտիկ տեղեր գերտակ մասկեր գարնեք այդ
գուրքեր բուբրիկներ գնեք, չեք գիտեր ինչպես շինված է, ինչ կախարդություն կատարված է անոր մեջ եւ անոր աստեցությունը ցերդունին մեջ գուկա, չեք գիտեր։ Երբեմն դերմը գերտակ սեր վրա ծանրություն գուկա, երբեմն դերմը գուկա սեր ներսը գփացվի։ Այնպես որ մենք հոգևոր աստեցություններու մեջ կապրինք, բայց գույրենք եւ խուլենք այդ բոլորին։ Այնպես որ մերելներու հոգիներն ալ ինչ վիճակի մեջ է, մեր ներկա փորձառությամբ չեն կրնար, բայց պետք է իմանանք, որ մյուս աշխարհ կանցնի։ Հիմա մյուս աշխարհ մերնել է հետո երբ որ կանցնի կսեն, պետք է շատ ուշադիր լինենք։ Հիմա մենք մյուս աշխարհի մեջ ենք նաև։ Այսինքն այդ մյուս աշխարհեն երբեք չենք փրկվիր։ Մենք երկու աշխարհներու մեջ կապրենք։ Մեր այդ մտքի աշխարհը, հոգի աշխարհը, մեր երևակայությունը, քնացած ադենը, այս մեր մտած աշխարհը, աղոթած ադենը մեր մտած աշխարհը, մյուս աշխարհը արդեն։ Այսինքն երբ որ մեռնենք, մենք մեզի այդպես շատ տարօրինակ պիտի չգտնենք։ Մերելներու վիճակով նաև գուսեմ ցեզի երկու բան հիշեցնել։ Երբ որ մեր հոգին, մեր մարմինեն փաշնվի, եթե փրկված հոգի եք, հրեշտակները գուքան օգնելու ծեր մերգությունը գկոցեն։ Այսինքն ծեր գործունեացած այդ մարմինին մինչև որ հարություն առնեք, տեսակ մը գպահպանեն։ Հայտնության քիրքի մեջ ջերմակ սկեստ մը գտան։ Այսինքն փամը որ ցեզի գպահպանե եւ արթուն գբահե այդ աշխարհին մեջ մինչև հարություն առնեք։ Ուրեմն երբ որ մենք մեռնենք հավատքով եւ փրկվենք, Աստված մեր հիշողությունը կմաքրե։ Հոնդե միայն կցկել լավ շատակները, կճանչնանք մենք մեզի, թե ով ենք մենք, շարունակություն ենք մենք, մեր սիրելիները կճանչնանք, եթե հանդիպինք անոնց, բայց բոլոր վատ շատակները կսրբե։ Աստված գսե որ անոնց բոլոր աչքերեն արցունքները պիտի սրբեն, պիտի չհիշան հին բաները, նոր վիճակի մեջ պիտի տնեն։ Իսկ եթե փրկված չէ այդ հոգին, ճիշտ հակառակը, այս աշխարհի վրա ապրած բոլոր հիշատակներուն մեջ պիտի փանդարգվի։ Եվ հոնդե պիտի գնա։ Քրիստոնյա կրոմը գա, C.S. Lewis, շատ հրճակավոր ասիգա, Great Divorce անունով քիրք մը գրած է, թիժող կբացատրե։ Հոնդե օրինակներ գուտա, օրինակ Նապոլեոնը գուտա, Նապոլեոնը սենյակին մեջ է, բայց չգիտեր թե թիժողքին մեջ է, շարունակ գթարնա եւ գսե որ իմ փանակներս պետք է այդ կողմեն ուղարկեի, պետք է այս մարդը գախեի, պետք է ասոն փճաչնչեի, պետք է այ շարունակ այս կնե, իր թիժողքը այսը թադաբարդված է իր հիշողություններուն մեջ։ Նույնիսկ մեռնել է առաջ Էլբեգզին մեջ Նապոլեոնը շատ վատ մղցավանջներ կտեսներ, ցերքեր կտեսներ իրեն խեղդելու համար։ Ուրեմն երբ որ ինքը Ավստրիա մտած է, հոնդե լրակրով հարցուցած է որ ցեր սկսե այո պատերազմներ կնեք կշայք, բայց 100,000-ավոր մարդ կմեռնե, թե ցեր ասկյան եւ թե ուրիշ ասկերեն։ Սա որ ես այնպիսի իդեալներ ունեմ որ ինչա որ 1 միլիոն մարդ մեռնե։ Հիմա չէ, işte Mr. Trump'ı չդեմ ինչ կլա որ 1 միլիոն մարդ մեռնե, բարսիկ մեռնե, կարևոր չէ, մենք կրնանք փնաչինչը։ Ուրեմն հետո այդ 1 միլիոն մարդ իր կողորտը կսեղման անոնց հոգիները։ Հետևաբար ամեն ինչ ուրեք եւ փրկվեցեք։ Եթե ոչ Հիսուս բացադրեց աղքատ Ղազարոսի արագին մեջ, հարուստ մարդը, որ երբեք չէ օգնած աղքատ Ղազարոսին, կմեռնի գրակներու մեջ կփանա աչքը եւ Ղազարոսը կտեսնի։ Եվ Ղազարոսին դեսնելու թադաբարդված է, չի գնար փրկվի դանկե։ Աստվածի շոությունը
անոր գապած են։ Հետևաբար Աստված, եթե չեք փրկված, սեր հիշողությունը պիտի արթնցնի։ Բոլոր մանրամասնություններով, սեր բոլոր սխալներով, բոլոր զղջումներով եւ Հիսուս կսե արտաքին խավար պիտի նետվին հոն լաց եւ ադամներու ագրաներու գրճտում պիտի լա։ Մեծ զղջում պիտի լա, բայց երկ պիտի չլա։ Հետևաբար մենք Աստվածաշունչեն գտեսնենք այն բարիլուրը, որ մենք ինչ սխալներ կորցենք, եթե փրկվենք, Աստված կսրբե անոնց։ Եվ խաչի վրա եղած նույնիսկ այդ ավազագին սավ Հիսուս թուն այսօր ինձ այդ դրախտ պիտուլաս։ Այս մեծ շնորհքը պետք է մերժենք։ Անիգա մերժեն մեր կյանքի ամենամեծ սխալն է, որովհետև ծեր կարիերը որքան է, չեմ գիտեր, ծեր բանկայի մեջ որքան տրամներ ունի, չեմ գիտեր, որքան գվստահիկ ծեր դուներուն, ծեր զավակներուն, ծեր զանոթ մարդոց չեմ գիտեր, բայց այդ բոլորը պիտի առնվին ծեր սերքեն։ Միակ մեկ բանը պիտի մնա, Տեր Հիսուս Քրիստոսին եղած ծեր հավատքը։ Ամեն ինչ գործունեացեք, անիկա մի գործունեացեք, որովհետև անիկա ծեր հավիտենական ճակատագիրը պիտի ճիշտը։ Անոր համար, ինչպես ենք, պետք է այս ուշադրությամբ այս նյութերով սպառվենք, այս նյութերը մտածենք, այս նյութերեն հաճույք առնենք։ Պետք է մտածենք երկինքի բաները, որովհետև Հիսուս Պողոս արաքյալը գսե մեր դունը երկինքն է, մեր հայրենիքը երկինքի մեջ է։ Պետք է հոնդեն կսպասենք մենք մեր փրկիչը։ Ուրեմն հարության ասածպես վերաբերյալ բանը նույնիսկ համալսարաններու մեջ ես կիսամյա աշխատենք, մենք աշխատած ենք։ Հետևաբար այս ինչ որ ես սեզի թրջնահայացքով այսպես թուկալ գնակ մանրամասնությունները հետևի եւ հիմա Փարքասուզու բոլոր սերունդներն ավելի գիտության եւ դեղեցության հասնելու միջոցներ ունենք։ Բարձրապես սեր ChatGPT-ին պիտի բանակ եւ հարցումներ պիտի ուղեք եւ անալցեցի փերանացի ինձիպես կամ ուրիշ ծևերով բացատրություններ պիտի տա։ Բայց անիկա նույնիսկ օգուտ չներ, եթե ժամանակ չունի կարդալու եւ հարցում չունի։ Անորամար ավետարանը գսե խնդրեցեք պիտի դրվի, փնտրեցեք պիտի գտնեք, թուրը զարգեք, ցեցի պիտի բացվի։ Իմ այս պատմած հարցերով կարելի է որ ցեր գլուխը խառնված է, ցեր հարցումները պետք է շարունակվի, դակավին ես կհարցնեմ այս հարցով, դակավին կբրբտեմ, դակավին կուզեմ համատության սինթեզի հասնել, ավելի լավ հասկացողության, նույնը պետք է թուք ունեք։ Ուրեմն իմ պատմելիքներս այս կանեն, բավական բան խոսեցած է, ուրեմն կարելի է հարցումներով քիչմը շարունակենք։ Ես հալ հանգստանամ քիչմը։ Շնորհակալություն Բադրիարք հայր, սիրելիներ, ինչպես Բադրիարքը ասավ, հարցերու ժամն է։ Ռամեցեք։ Դոկտոր Ռամեցեք։ Unmute. Շնորհակալություն Բադրիարք հայր, Աստված օգնական, հոյագապ ծեր նախ շնորհակալություն հայտնեմ ցեզ մեր շատ բան սորված եմ ծեր դասախոսություններեն համացանցին վրա եւ այսօր ավելի ընդարձակորեն շեշտը դրիկ հետ մահու յանքի ինչպես է հետ մահու որոշ գեդեր կան միտքիս մեջ կերտան ենով եւ եղիա ասոնք մարմնով բան հասան ասի երրորդ երկինքը ինչ որ բոս հարակյալը բացադրեց որ հասա եւ չեմ գիտեր ուրեի այդ երրորդ երկինքը որ գսենք տրախտն է որ հոգիները հոնգերտան հետո Հիսուս երբ որ հարություն արավ այդ
հինգ դագարանի անցերը մեջը լալով ենով եւ եղիան անոնց բանեն հանեց այսինքն տեսակ մը իր աշապթարեր գսպասեին մինչև քալը եւ ադիա իրեն դրվեցավ որ իրենց ազատե եւ Եզեկիալ իր 37-րդ քուխում մեջ եւ որ գսե ոսկորներ ինչպես կենտանացան Բարսաբես հետ մահու աս հոգևոր ցանկը շատ փեղուն է անոնց որ արդեն աստուծո կով եղած են իրենց երկրային ցանկի մեջ եւ ապրած են ինչ որ երկինքի ցանկը նախ երկինք չհասած եւ մեկ գեդմը միտքիս կուքա որ աս սուրբերու հետ բարեխոսությունը եւ խոսակցությունը այսօր աշխարհի վրա սուրբեր եղած են որ սուրբերուն հետ իրարու հետ գխոսեին իրենց հոգիները իրարու հետ դուք եւ որ նշեցիք մարմինը ոգին եւ հոգին միշտ աս հոգեբուժը լալուս համար գսեմ որ ոգին ասիկա մդային հիվանդություններու հարցն է բայց հոգին է որ աստուծո է ինչպես որ ասիկ մարմինն է որ մարդկային հողին բիդի երթա վերջո բարձրապես ցեզի շնորհակալություն բիհայտնեմ որ այսպիսի այսին մեզի երկինքին հետ ավելի կապեցիք շնորհակալություն Այո, շնորհակալություն դոկտոր այսինքն սեր հարցումը որ Ենոք եւ Եղիայի երկինք առնվելու կորցը եւ թափորլերան այլագերության բախուն Մովսեսի եւ Եղիայի երևումը ուրեմն հարգավթե մեզի մտածել գտա միայն թե Հիսուս շատ հետաքրքրական խոսքս է վերջին ընտրիկին գսե որ ես կերտամ ցեզի դեղ պատրաստելու հորս քովը շատ օթևաններ կան եթե երթամ ցեզի համար հadoop դեղ պետք է պատրաստեմ ուրեմն մենք ընդհանրապես որոշ բաները շատ բարձրացնելով կհասկանանք ավելի բարթանա մենք չենք հակրնար հասկանալ հետևաբար մեր գլուխը կխառնվի բայց ճշմարտությունը բարդ է ինչն ենք այսինքն մեզ համար չի բարձանար այդ բաները ուրեմն երբ որ Ենովքը եւ Եղիան առնված են ուր առնված են մենք չենք գիտեր զորնակ Հիսուս ասավ որ ավազագին թուն այսօր ինձ է տրախտ պիտլաս եւ մենք գիտենք որ Քրիստոս իջավ թիժող հավանաբար այդ ավազանքն ալ միասին էր հետո արավ հոնդեն արթարները եւ տրախտ դարավ բայց տրախտը երկինք չէ այսինքն դակավին անոնք հարություն չարած հոգիներ են որ հանգիստ կնեին բայց տրախտին մեջ չէին հադեսին մեջ տեղ մնեին Աբրահամը կոկսված հանգիստ կնեին տրախտանման էր բայց տրախտ չէր ուրեմն իրենք մտան տրախտ որ տրախտը երկինք չէ դակավին ինչու երբ որ հարություն արավ Հիսուս Մագդանեասին ինչ սավ մի թվիր ինձ որովհետև դակավին ես հորս քո չեմ բարձրացած բայց տրախտ քնած այդ օրը տրախտ քնած ուրեմն տրախտը եւ երկինքը եւ հոր ներկայությունը նույն բաներ չեն ուրեմն եկեղեցու հայրերեն մեկը կա Դիոնիսիոս Արիսպագացին երկնային նվիրաբերություններու մասին խոսեցավ եւ Ավետարանի ուսուցումներուն համաձայն այդպես 9 տեսակ սֆերներ կան այսինքն երկինքներ կան իրարու անցած եւ ամենեն վերնը Աստված 10-րդն է հետեւաբար Ենովք եւ Եղիան երբ առնվեցավ ուր առնվեցան չենք գիտեր մենք որ ոլորտին մեջ առնվեցան չենք գիտեր հետեւաբար այս բաները բարդ են մեր ըսկայրանքները շատ սահմանափակ են եւ մեր երևակայությունն ալ կաշխատի մեր ըսկայրանքներեն եկած դաթային վրա հետեւաբար
այո, շատ մեզ համար հաճելի եւ մտահոգիչ հարցումներ են, բայց հավանաբար մենք այդ կապակցությունները այս աշխարհի մեջ թնելու կարողությունը չունենք։ Ես շատ կարդացած եմ աշխնիթով, բոլոր հարցումները պատասխանած, ամեն ինչ շատ հստակ դրած, ոչ մեկ քիչ չեմ կարդացած։ Այսինքն բոլոր բացատրությունները իրենց հետ միասին հարցումներն ալ գծնանին։ Շնորհակալություն բادرյարքար Աննա քեզի խոսքը չդված հոս չաթի մեջ բամունիմ բادرյարքար պիտի գարտամ Աստված օգնական բادرյարքար խորաբեջ շնորհակալ ենք մեզ դրամատրած ցերտանգակին ժամանակի եւ Սուրբ Հարության խորհրդի հետաքրքիր վերլուծության համար խնդրում եմ պատասխանել հետեւյալ հարցին Դուք խոսեցիք Քրիստոսի հարության մասին, որպես հաղթանակ մահվան եւ հուսահատության նկատմամբ։ Այսօր մեր ժողովուրդը դարբեր վայրերում, հատկապես Թուրքիայում ապրող հայ համայնքը ապրում է իր յուրահատուկ մարտահրավերներով։ Ինչ է նշանակում հարություն այդ համայնքի համար իրական կյանքում։ Ինչպես են նրանք պահպանում իրենց հավատը, ինքնությունն ու հույսը այդ պայմաններում եւ ինչ կարող ենք մենք սովորել նրանց փորձից մեր ժողովրդի ընդհանուր վերածննդի համար։ Շնորհակալ եմ, Մարինա։ Այո, այսինքն այս հարցումը հարգավտը փոխաբերական հարցում է։ Հարության Քրիստոսի հարության գաղափարը հայ ազգի հարության վերաբերյալ այո, մենք մեր քարոզներուն մեջ հաճախ նաև գտվինք այդ թեմային, որ մեր ժողովուրդը պատմության մեջ քանի անգամներ հարություն արած է փյունիկի նման իր մոխրերեն հարություն գարնե վերստին ու վերստին հետավաբար հայուն մեջ կա այդ անմահության սերմը եւ մեզի պատմության ընթացքին հարություն գտա այսինքն եթե մենք մեծ եղերնիան հետո չենք կորսված կանք եւ կմնանք անիկա մեր մեջի տաված քրիստոնեական այդ հարության հույսեն կապարեն գարնենք եւ մեզի թիմած կնության ուժ կուտան հիմա չինական արակ մկա կսա որ քեդը ուսածին չափ մեծ ըլլա մուգը իր ստամոքսի չափ կրնա խմելանգե հասկացա՞ք կապարը հետավաբար հարությունը որ հարության ուժը որ միայն Հիսուս Քրիստոսի հարությամբ չեղավ Հիսուս Քրիստոս մարդկային ցեղի համար մեր մարմինը մահկանացու մարմինը հավիտենական մարմինին անապական մարմինին վերածեց եւ մեծի հույս տվավ անձնական բայց այդ հարության ուժը միշտ փնության մեջ ներկա է մարդուն մեջ ներկա է Թուն որքան պիտի փանաս այդ հարության ուժին քեզ մեկ ախյալ է այսինքն անիկա օվյանոս է աստուծո ստեղծագործ զորությունն է այդ եւ թուն եթե կփանաս թուն քեզի այնքան կստանաս հետավաբար անհատական եւ ընկերային բադասխանն է մեր հայկական ցեղին հայկական կյանքին որքանով մենք այո գսենք որքանով կմասնակցենք հիմա չեմ գիտեր քանի տասնյակ հազար հայ գաբրի Ավստրիա եւ Նյու Զելանդա բայց նայեցեք հոս մասնակցեցան 30-40 անց դուք ուզած եք մասնակցել հետավաբար դուք օգտվեցաք բայց անոր մասնակցիլ չուզեր չկրնար օգտվել հետավաբար մենք ունենք մայրենի լեզուն մենք ունենք եկեղեցին մենք ունենք հավատք մենք ունենք պատմություն մենք ունենք հայրենիք եւ մենք ունենք մեր քաուտներ եւ քաուտային կյանքը անհատ հայ քրիստոնյան ինքը պիտի որոշե այդ օվյանոսին որքանով մաս պիտի կազմի այսինքն այդ հարութենեն որքան իր մասը պիտի առնե ես հոստը ինձի
լսողներուն մեջ հարություն արած հայեր կտեսնեմ։ Այսինքն իրենց մայրենի լեզվին դեր դարձած են, իրենց եկեղեցական հավատքին դեր դարձած են, իրենց համայնքային կյանքին դեր դարձած են, մտահոգ են հայության հետ, ուրեմն իրենք արթուն են, արթուն հարություն արած սերը, չէ, իրենք արթուն են այս վիճակին մեջ։ Ուրեմն որքան որ մենք այս արթունությունը կհասցնենք մեր մանուկներուն եւ երիտասարդներուն, այնքան աբակայի մասին հույս ունենք։ Ուրեմն բոլսո հայության հատկությունը սա է, երբ որ մեծ եղերնիեն հետո մեծ իսպյուր կոյացավ Եվրոպա եւ Ամերիկա եւ միջին արևելք եւ Հայաստան, բոլսո հայերը մնացին Թուրքիա, հայերը մնացին Թուրքիա, թյուն չեղավ, բայց այս ուներ առավելություններ եւ բագասներ, առավելությունը այդ էր, որ մենք մեր հողերուն վրա մնացինք, այսինքն չկտրվեցանք, մենք չելանք եւ Ավստրալիա չկացինք, մենք չելանք եւ Պարսկաստան չկացինք, մենք չելանք եւ չկացինք Բեյրութ, մենք մնացինք, թյուրին չեղավ, բայց մնացինք, ըստ իս քրաշկը, ուրեմն այս մեզի դարձուց դիասպորային դարբեր, այսինքն մենք դեսակնա մեր հայրենիքի մեջ մնացինք եւ անոր գալույցները, անոր հոգին մինչև այսօր գուկա, այո, նվազելով գուկա, բայց գուկա, մենք բոլսո մեջ 50 հայկական եկեղեցի ունենք, անգամ Հայաստանի հերադեսի վրա կհարցներ մեկը, դուք կստար Թուրքիա կրոնքի ազատություն եւ այլն ունիք, եկեղեցի գնաք երթալ, այո, ազատություն ունենք, քանի եկեղեցի ունիք սավ, ուսի 50, ինչ սավ, Երևան քանի հատ կա, ուսի 16, եւ մեծամասնությունն ալ փոքր եկեղեցիները, ինչպես կրնալ սա, այո, այդպես է, 33 առաքելական եկեղեցի ունենք, 12 հայ կաթոլիկ եկեղեցի ունենք, 4 հայ փոքրական եկեղեցի ունենք, ուրեմն հայերը այս բոլսո մեջ ստեղծել են 50 եկեղեցիներ եւ մենք կշարունակենք 17-ը առօրյա հայկական վարժարան ունենք, չեմ գիտեր Ավստրիա մեջ դուք քանի հատ ունիք եւ գիտեք թե որքան դժվար է այդ բոլորը եւ մենք ունենք 2 հայադար օրաթերթ, այսինքն ունենք շաբաթական ագոս, քիրքեր կհրատարակվի 28 միություններ ունենք, 3000 աշակերտ ունենք մենք մեր վարժարաններու մեջ ուսում կտեսնեն, ուրեմն տեսակը այդ հայությունը ավանդաբար ավելի թյուրին է մեզ համար փոխանցել, բայց հարկավ թե մենք մեր դժվարությունները ունենք եւ կունենանք, հայության համար մեծակույն դժվարություն ինչ է, գիտեք, ինքնիր մեգուկա, անեգալ հայը հանգիստ կփնտրե միշտ, նույնիսկ իր գտնված դեղեն հանգիստ է, իր զավակները ավելի հանգիստ տեղեր կուղարկե, ես համայնքիս մեջ մեկ ունիմ, մեկ աղջիկը Լոս Անջելես է, մյուս աղջիկը Սիդնի է, խեղճ ընտանիքը, որից կրնային մնալ, վատ կյանք չունին, բայց հայը ունի այդ մտադրությունը միշտ երթալու, Ամերիկայի բդույթ ունեցա անցյալ տարի, տեսա որ հայերը հոնդե կացեր են նախ մետրոպոլներուն, հետո գտարացվին, հոնալ գտարացվին, անորամար մենք պետք է փնտրենք մեր մեջ նաև այդ ասկային նգարակիրը, որ գետրոնա հույս սկտումներ ունի, այդ գետրոնացիկ ըսկացումներ եւ կարողություններ պետք է զարգացնենք, հայը փնտրե, հայը իր հաճույքը ուրիշ հայունքով պետք է գտնե, հայը իր մարդկությունը իրականացնե հայության մեջ, այս կապարները որքան գրնանք տալ, չեմ գիտեր, եկեղեցին շատ աստեցիկ է, բայց խնդիրը այդ է, որ եկեղեցին չեք գնալ թերել այլևս, երիտասարդները եւ մանուկները շատ քիչ կուքան,
որովհետև անոնց մեկ սերունդ հայրերը եւ մայրերը հեռացած են եկեղեցիեն։ Երբ որ եկեղեցիեն կհեռանակ, այդ քոական մագնիսեն կհեռանակ, որովհետև եկեղեցի շուջ կսկսի ամեն ինչ կազմակերպվել մեր մեջը։ Մեր սիրտն է եկեղեցին։ Ինչպես սալմը մոր որովայնին մեջ կգազմվի, նախ եւ առաջ սիրտը կգազմվի, հետո մյուս օրգանները կամած։ Հետևաբար պայմաններն մեկն այդ է, որ պետք է մենք մեր եկեղեցին հարկը գիտնանք եւ գիտնանք, որ անիկա մեր հոգի է։ Այո, Շնորհակալություն Բադրիարքայր։ Աննա Ռամեցեք։ Unmute եք խնդրեմ։ Ռամեցեք։ Շնորհակալ եմ հարցումի հնարավորության համար, նախ շնորհակալություն հայտնել մեծ ազդեցություն է էլի ունեցել մեր հայրը իմ հոգևոր գիտակցության գալու վրա ու երկու հատ հարց ունեմ էլի դուք ասացիք նոր անդրադարձակ dimension-ներին, որ ասում եք նույն իրավիճակում կարող է տարբեր dimension-ներ լինեն, մեր կողքը մենք կարող է չիմանանք դրա մասին եւ այլն, ինչպես խորհուրդ կտաք այդ զանազանել, ասենք հիմա ժողովրդի մեջ որ ասում են թուղթուկիր անել եւ այլն, դրանից ազատվելու որ ճիշտ խորհուրդ ընդունելու էլի կտաք առանց այդ գուշակներ եւ այլն տենսներին դիմելու։ Մեկ է երկրորդ հարցս ինչ source-երից խորհուրդ կտաք օգտվել, որպեսզի հիմա information hygiene-ը ինձ թվում է շատ կարևոր է, որովհետեւ ամեն կողմից ինֆորմացիա է թափվում, այդ թվում նաեւ հոգեվոր, ու մենք շատ դժվար է էլի զանազանել արժի կարդալ այս նյութը, թե դա ուղղակի հերթական քարոզչությունն է կամ սխալ ուղով տանելու փորձն է եւ այլն։ Շնորհակալություն։ այո։ Ուրեմն մենք գույր ենք այդ մեր շուրջը գտնվող հոգևոր աշխարհին շատ հաճախ։ Բայց փարկազուզը անոնքալ գույր են մեր աշխարհին։ Այսինքն այնպես չէ որ բոլոր այդ հոգևոր էակները նույնիսկ ննչեցյալներ ու հոգիներ եւ այլն մեզ այդ ուղագի կապ ունին եւ ուզած ադենը մեզի կտեսնեն։ Եթե մենք չգանչենք կամ սխալներ չկործենք, անոնք չեն կար։ Կամ բարիկներ չկործենք, բարիները չեն կար մեր վրա։ Ուրեմն առաջին սկզբունքը սքոության սկզբունքը նմանները իր վրա կքաշեն։ Հետևաբար, երբ որ թուն ավետարանդ կգարտաս, աղոթդ կնես, փերանդ հայհոյանքեն հերու կբահես, սիրտ մաքուր կբահես, թշնամիներդ ներելով կապրիս եւ բարեգործություն գնես, ուրեմն թուն քու վրա բարիներ կքաշես։ Ուրեմն երբ որ երթակ թաշթը ծաղիկները կտեսնեք անոնց վրա մեղուներ եւ թիթեռնիկներ կլան, եթե հոնդե լեշ մգա, մեռած թիակ մգա, բոլոր ворթերը, ջանջերը հոն կգտնվեն։ Ուրեմն եթե մենք մեզի մաքուր կբահենք, Քրիստոսի հետ միացած կբահենք, անոր հետ լավ հաղորդության մեջ կլանք, այնադան մենք իմանանք կամ չիմանանք, Քրիստոս կուքա, Սուրբ Հոգին կուքա, հրեշտակներ կուքան մեր վրա։ Իսկ այս ցկողական սկզբունքներուն համաձայն, եթե մենք կանչենք գիտնալով կամ չգիտնալով եւ փանանք մենք մեր կյանքը այն քերբնական ուժերուն իմանալով որ լավերու հետ մեր կորձը պիտի հավանաբար նախ եւ առաջ պիտի կան չարերը, որովհետեւ չարերը մեզ ավելի մոտ են, անոնք օթին մեջ է, Բողոս Արաքյալը գսան, հրեշտակները ավելի վեր է։ Հետևաբար, երբ որ դու քեզ կփանաս հոգևոր աշխարհին, աստրալ բուդույթ ունել գուզես, այդպես մեդիտացիա ունել գուզես,
քու հոգևոր հրեշտակիդ հետ կապ հաստատել գուզեք նախ եւ անոնք կան եւ քանի որ մենք գույր ենք եւ քանի որ գանչված ենք հիմա անոնք կտեսնեն մեզ մենք չենք տեսներ իրենց անոնք կմտնեն մեր կյանքներս եւ մենք չենք հասկնար թե մտածեն մեր կյանքներս հետեւաբար մեկը որ գախարտին գերտա թուղթու քիր ունել գուտա եթե մեկը գերտա եւ փախտակուշվագության գնայի թարոտ գնայի հոգեգանչությամբ հետ կսպալվի սպիրիտուալիզմի հետ այս բոլորը իրենց ուսելով կսան որ եկեք իմ կյանքիս մեջ մտեք այո ես նպատակ ունիմ որ սա թշնամիս գլուխը վատ փամ մկա անոր համար գախարտությունը լա ես կուզեմ որ սա աղջիկը շատ կհավնեմ ինձ սիրահարվի վատ փամը չեմ ուզեր բայց երբ որ ասիգա ընես այնադեն քու կյանքդ կփանաս այդ ուժերուն եւ անոնք կմտնեն քեզի եւ քու կյանքիդ երբ որ ես անգլիա ուսանող էի թերթերում մեջ սալուրը գար ծնողը իրենց երկու զավակները թանագով մերցուցած են թեպքը սա է ծնողները այդ գիշեր գերտան քումփիմը որ հոգեգանչությամբ կսպավին սպիրիտուալիտա սեղանի շուրջը գավակվին լույսեր գմարեն եւ մեկը մեդիում է գանչեն հոգիները համը գուկա օնասոն էդո գլումնա իրենց տունը գերտան թուրքը փանան երկու հատ բյուջուր էլիոնները անչրբեդան եկած դարունակ էակները իրենց ոտքերուն գփարին եւ կսկսին անոնց հետ գրվելու ուրեմն մարդը խոանոց կված է թանակ մգարնե եւ այդ երկու դարունակ էակներ գմերցնե հետո հերացան գփանա ոստիկանության գսան որ շուտ եկեք մեր տունի էլիոններ եկած են անոնց հետ մեզ հարցակեցին մենք ալ մերցուցինք երկու հատ ուրեմն ոստիկաններն էս կուքան ինչ երեք դուք ծեր զավակները մերցուցեք հիմա իրենք ամմել ժամանցի մկածած են փամը եկած է եւ իրենք գարձածան որ կացած է բայց չէ կացած մինչեւ դուն իրենց կյանքին մեջ մտածը այնպես որ անոնք որոնք թուղթ ու քիր գնեն ունել դված են ովևէ ցևով գախարտությամբ թված են եւ կամ իրենց տուներուն մեջ գախարտական արարգաներ կբահեն ապահով չեն միշտ վատ բաներ պիտի ըլլա չմսեր բայց աստվածաշունչը գսե իր ցերկը օծին զագը խոթողը անոր գոմե պիտի խայթվի միշտ պիտի խայթվի բայց հոնե օծը երբ պիտի խայթե այդի չէ հետևաբար պետք է մենք հերու մնանք գախարտութանան եթե սպալվեր ենք այն գիտության ժամանակներուն պետք է հadoop աբաշխարություն պետք է անենք այսինքն եւ երթանք պետք է քահանայի խոստովանենք եւ անգեդո երբեք չտպինք այսպիսի բաներուն մենք անոնց հետ պետք չէ կորձ ունենանք որովհետեւ անոնք մեդիումներ գուսան միջնորդներ գուսան որ թե այս մարդուն կյանքի մտնե եւ թե անոր միջոցով իրենց ազդեցությունը փոխանցե որովհետեւ իրենք իրավունք չունին անոնք իրենց մտնոլորտին մեջ իրենց dimension-ին մեջ մնալու թադապարտված են բայց երբ որ մենք իշխանություն ունենք այն ադեն գուքա ինչպես որ օծը իշխանությունը ստացավ Աթամ եւ Եվայեն մերժելու Աստծո խոսքը ընդունելու օծի խոսքը ուրեմն օծը իշխանություն ունեցավ մարդուն վրա հետևաբար պետք է մենք իրապես շատ ուշադիր պետք է լինենք այս օրերուն ասիկա շատ բազմացած է մեր մանուկները եւ երիտասարդները ավելի բաց են այդ new age-ի խաղապարներով կամ հերու արավելյան գրոնքն յոգայով մեդիտացիոնով մանտրաներով այդ բոլորը մեզ կփանա դերմը որ իրապես մեզ համար ինչպես ասենք սարսափելի հետևանքներ կրնանք ունենալ ուրեմն իմ պատասխանս այս է այսինքն մեկը
պետք չէ թվի ասոնց, եթե թված է, պետք է աբաշխարե եւ իր դունը մաքրե, որովհետեւ երբեմն սեր ստացած ամեղ բաները շատ հաճախ իրականության մեջ այս հոգիները գանչելու եւ ցերդունը հրավիրելու միջնորդներ են, այսինքն պետք չէ միամիտ լանք այդ արումով, իսկ որ աղբյուրներն պետք է սնենք, ես հիմա չեմ գնար այդ աղբյուրները, բայց քանի որ դուք անգլիախոս եք եւ անգլերենը ծեր մայրենի լեզվի է, պետք է օգտվեք արաքելական եկեղեցիներու աղբյուրները, կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիներու կայքեչերեն, անոնց գրած քիրքերեն, այս ուղությամբ անոնք աբահով են։ Մենք նույն հավատքը կփաշնենք անոնց հետ, հետևաբար պետք չէ New Age-ի աղբյուրներուն նայել, պետք չէ օդար գրոնքներու աղբյուրներուն նայել, ցեր գլուխը գխառնվի։ Անոնց մեջ ալ ճշմարտություններ չկան, բայց մեկը թունավորելու համար օշարագին մի քանի գաթիլ թույն գաթեցնեն։ Մարդը գարձե որ օշարակ խմած է, բայց արդեն այդ թույնը իր կորձը կգատարե։ Հետաբար պետք է մենք աբահով լանք, որովհետև այս եկեղեցիները ավանդություն ունեն, եթե քիրքը պիտի հրատարակվի կամ ովևէ article հոդված պիտի հրատարակվի, կանցնի սենսորան, կանցնի քրակնութենեն, հետաբար եւ նաեւ այդ մարդիկ իրենք որակված աստվածապաններ կլան իրենց եկեղեցիները։ Հետաբար երբ որ ChatGPT-ին հարցնեք որոշ հարցերը, ասեք որ ինչ կսե օրթոդոքս եկեղեցին, ինչ կսե կաթոլիկ եկեղեցին, ինչ կսե հայկական եկեղեցին, բարգասուզո հիմա ChatGPT-ի մեջ հայերեն բավական նյութեր կան, այդ տեսակետն կարելի է ոնդե թե ուղղակի պատասխաններ ստանալ եւ թե ցեզի ավելի կոնկրետ աղբյուրներ նշան։ Շնորհակալություն Բադրիարք, դուք 11 վայրկյան եւս ունիք։ Ճիշտ եմ։ Այո, Գնամ ժամեցեք։ ուրեմն մեկ հարցում գա որ պիտի արնեմ եւ ադիգա վերջինն է, հետո խոսքը բիդամ Վարդան Սրբազանոր Ռամե Ռազմիկ Ղազարյան։ Բադրիարքար Աստված օգնական։ Աստված բաբան։ Հիշեցիք ձեր զրույցի մեջ, որ փաստեր չկա մինչև այսօրս սուրբեր հարություն արած են։ Բայց մեր քրիստոնյա աշխարհի մեջ փաստություն կա, որ սուրբեր կա մինչև այսօրս հրաշքներ գնեն գոր։ Արդյոք բավարարությունը չկա, որ նշվի սուրբեր կան, որ հրաշք գնեն, հարություն արած են։ Շնորհակալ եմ։ Այսինքն մենք չենք գիտեր, որովհետև այսինքն նույնիսկ հարություն չարած հոգի աստեցությունը ինչ է չեմ գիտեր։ Հիմա մենք թիվահանության էքսորսիզմի պատմություններ ունենք եւ ներկայիս սալկա երբ որ խաչը ավետարանը տեսնե անգեգաստվի հարգավ թե թևը, բայց նաեւ եթե մասունքներ կան սուրբերու երբ որ անիկա գմոդեցնես, անիկա չի զանազաներ, այդ սուրբը իրեն համար գներգայանա։ Հետաբար մենք այսօր օրինակը գտեսնենք Եիշե մարգարեի կյանքին մեջ։ Եիշե մարգարեն գմերնի կթաղեն անիկա տեղմը, այդպես հետո 25 տարի հետո բادرազմ գլա զինվորը գմերնի կփորեն եւ փորած դենալ Եիշա մարգարեի ոսկորները կան։ Երբ որ զինվորը հբի անոր ոսկորներուն հարություն գարնե, որովհետեւ իր կյանքին մեջ այդ սուրբը հարություն դված է։ Հետաբար հիմա ինքը հարություն չարած այս սուրբը, բայց դակավին իր մարմինին մեջ եւ հոգեվոր աշխարհի մեջ իր զորությունը կշարունակե, որովհետեւ մենք սուրբերու հաղորդության եւ հաղորդակցության կհավատանք
եւ Սուրբ սելով հոստը այսինքն մեծադար Սուրբ չենք սեր Քրիստոսով սրբված բոլոր մարդիկ եւ որ մեռնին այդ Սուրբ կլան Սուրբերո հաղորդության մեջ կանցնեն հաղորդակցության մեջ կանցնեն եւ Քրիստոսի հոգեվոր մարմինին մեջ մենք կապ ունենք անոնց հետ արդեն եւ այդ կապը կբահե Սուրբ հոգին հետեւաբար Սուրբ հոգին նույնիսկ հարություն չարած Սուրբի հոգի հետ մեծի կրնա հարաբերության մեջ տներ այսինքն հատկապես կաթոլիկների մեջ կա այդ patron saint կսեն եւ իրենք այդպես հատուկ կերպով Սուրբի դեսակմը մոդիգություն ունին կաութան անոր մենք ալ հին հավանությամբ ունենք անիկան մարդիկ գուսեին Սուրբերո անունները տներ այդ Սուրբերո անուններն էլ տարեթարցը չէ մարդիկ իրենց անվան օրերը կդոնեին հետևաբար անիկա այն սելեր որ այդ Սուրբի անունը նույնիսկ այդ գրողին հետ հատուկ հարաբերություն կունենա այդ հարաբերություններու որակը մենք չենք կնար գիտնալ եւ ըսածպես հարությունը ինչ է անիկա չենք հասկնար մենք որովհետեւ եթե հրեշտակային մարմին կստանա մեկը ինչպես որ հրեշտակներն մենք անդեղյակ ենք անոնք տեղյակ են բայց մենք անդեղյակ ենք իրենց հետեւաբար կարելի է որ շատ հարություն առած սուրբեր կան մենք չենք դեր անիկա եւ անոնք կարելի է մեր կյանքին մեջ իրենց օգտակարությունը բերեն բայց չենք կնար վստահել եւ այսօր վրայալ ուսուցում գերդելու համար բավական աստվածաշունչի համարներ չունենք մենք տեսակետներ կրնանք ունենալ բայց այդ տեսակետները 100% շիդակ եկամ սխալ է չենք կնար սա Շատ բարի Սրբազան հայր Վարդան Սրբազան Ռամեցեք Շնորհակալ եմ Սիրելի պատրիարքար նախ անչափ շնորհակալ ենք մեր համայնքի անունով կուզեմ ձեզի շնորհակալություն հայտնել որ մեր խնդրանքին ընդառաջեցիք եւ այս հինանց շրջանի ամենակարևոր նյութը որ ինչպես մի քանի անգամ շեշտեցիք հաճախ հարցումներ առաջացնող եւ մշտնջենական հարցադրումը մահվան եւ կյանքի եւ թաղվելու եւ մեռնելու հարցերը հավիտենական հարցեր են եւ կարծեմ ձեր այսօրվա ելույթի ամենակարևոր շեշտը այն էր գոնե ինձ համար որ հաճախ հարցումների համար ոչ միայն պատասխաններ են անհրաժեշտ, նաև ուրիշ հարցումներ առաջացնել, որպեսզի ցանկություն ունենանք պրպտել, փնտրել, կարդալ, սորվել եւ մեր հոգին ուրեմն զորացնել մի քիչ այդ գիտությամբ, աստվածային գիտությամբ։ Ուրեմն ես կարծեմ այսօրվա ձեր ներկայությունը եւ շինիչ եւ հոգին զորացնող սնուցանող խոսքը, ազդու խոսքը, հոգևոր խոսքը մեզ համար շատ կարևոր էր, որ իսկապես հարության ուժը տեսնենք, հարության ուժի առջև բացվենք եւ որքան շատ բացվենք, այդքան շատ ընդունենք եւ ավելի Քրիստոսինը լինենք, մնանք, շարունակենք մնալ քան թե մեղքինը եւ չարինը ուրեմն կրկին մեր համայնքի անունից շնորհակալություն կուզեմ հայտնել ձեր ժամանակի համար ձեր իմաստությունը եւ կյանքի հոգեվոր փորձառությունը մեզի հետ կիսելու համար եւ հուսամ որ ուրիշ առիթներ պիտի ունենանք ձեզի վայելելու թե այսպիսի on-line հարթակների մեջ եւ թե նաեւ այցելության եւ ձեր ուրեմն այսպես ասած հոգևոր օրհնությունը ֆիզիկապես վայելելու ուրեմն հնարավորություն նաև Աստված թող շնորհի կրկին ձեզ ուժ եւ կորով կմաղթենք որպեսզի շարունակեք ձեր փայլուն
ծառայությունը մեր հնագույն հոգևոր մշակութային համայնքներից մեկին, Բորսոհայության, Թուրքիոհայության, եւ իհարկե նաև աղոթեցեք, որպեսզի մենք էլ կարողանանք մեր հավատարիմ ծառայությունը մատուցել մեր ժողովրդին եւ մեր ժողովուրդն էլ կարողանա իսկապես զորավոր մնալ, կարճած մնալ իր ինքնության, իր հավատքին, իր լեզվին, իր մշակույթին եւ իր տեսակին, հայու տեսակին։ Կերկին շնորհակալություն, կարծեմ շատ լավ ամփոփիչ, այսպես ելույթ եւ պատգամ ունեցանք նաեւ ապրիլ ամսվա ընդհանուր խորհուրդների մեջ եւ Թուրքիո հայոց պատրիարքի եւ նաեւ Հարության պատգամի, որ հայություն եւ հայություն, ինչպես մեր հայրապետներից մեկը միշտ սիրած է շեշտել, հոմանիչներ են։ Շատ լավ, այսքանը կարծեմ, խնդրենք պատրիարք Քորը մեզի օրհնի եւ պահպանիչով փակի մեր այսօրվա հանդիպումը։ Այո, դեր օրհնեցես, այսինքն ուրախ եմ, որ այսպես հոգևոր թեմաներով հետաքրքրվող անձեր ունենք մեր եկեղեցին մեջ, աշխարհի ամենտեղ, ծեր միասնականությունը բահեցեք եւ ծեր մեջը քաշեցեք եւ հնարքներ կդեք երդասարդ ծերունդը նաեւ քրավի, այնինչ որ մենք ճաշակած ենք, իրենք հալ թող ճաշակեն։ Այնպես որ բոլոր քաուտները իրենց հadoop խնդիրներ ունին, աղոթեցեք մեզի համար, մենք ալ գաղութենք ձեզ համար, Տեր օրհնե, բահե եւ պահպանե ձեզ, պահպանիչ եւ հույս հավատացելուց Քրիստոս, Աստված բրգիչ մեր, բահյա, պահպանյա եւ օրհնյա, զասկս հայոց զեգեցս Հայաստանյայ, ըս հավատացյալ ժողովուրդն մեր եւ զեղբայրն եւ քույրն մեր Ավստրալիա եւ Նյու Զելանդ եւ մեզ ամենեսին ընթովան եւ սուրբ եւ advagan խաչի ուտքովի խաության փրգյա եւ ազատյա հերևերի եւ աներևույթ ճշնամույն արժանավոր Յակուտյան парավորելս քեզ ընթոր եւ ընսրփոքույտ այժմ եւ միշտ եւ ավիդյանս հավիդենից օրտնյալ եղերուկ ի շնորհած սուրբ հոգվույն երթայք ի խաղաղության եւ դեր Հիսուս Քրիստոս եղիցն ցեզ ընդամենեսյան ամեն Ամեն։ Ամեն։ Շնորհակալություն եւ Աստված օգնական։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Դեր օրհնե Շատ բարի։ Սիրելիներ, ռեկորդ